Բարև ձեզ։ Փաստինֆոյեթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Վենսից ստանալով ամեն ինչ ցանկանում էր, Ալիևը այլևս չի թաքցնում իր իրական վերաբերմունքը հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հետ կապված։ Մյունխենում միջազգային անվտանգային կոնֆերանսում պատասխանելով հայ լրագրողի հարցերին, Ալիևը բավականին արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել այսպես կոչված խաղաղության խաչմերուկի հետ կապված, որը անընդհատ առաջ է քաշում Հայաստանը, դարձնելով իր արտաքին քաղաքականության օրակարգը։ Ալիևը նշել է, որ այդ օրակարգը եւ այդ խաղաղության խաչմերուկը հրապարակ է բերվել Բայդենի կառավարման ժամանակ, հիմա Թրամփն է, ով առաջ է քաշում թրիփը, որին ինքը արդեն համաձայնել է։ Իսկ ինչ վերաբերում է, ինչպես Ալիևն է նշում, այսպես կոչված խաղաղության խաչմերուկին, ապա դրան կվերադառնան այն ժամանակ, երբ Բայդենը կլինի կրկին իշխանության գլուխ։ Սրանով ցույց տալով եւ հասկացնելով, որ ինքը մտադիր չէ առհասարակ քննարկել խաղաղության խաչմերուկի օրակարգը, ինչպես մեզ հավաստիացնում էին պատկան մարմինները։ Բացի այդ, Ալիևը կարողացել է Վենսի հետ պայմանավորվել եւ Միացյալ Նահանգների հետ ստորագրել ռազմավարական համագործակցության մասին խարտիա, որով նաեւ ամրագրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Միացյալ Նահանգները ընդունեց այդ տարածքային ամբողջականությունը, հիշեցնեմ, առանց Հայաստանի հետ սահմանազատման եւ սահմանագծման։ Բացի այդ, վստահ ենք, որ Ալիևը կարողացել է անցկացնել նաև այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Սա նույնպես Միացյալ Նահանգները պահելու է իր օրակարգում եւ ամեն ինչ անելու է Միացյալ Նահանգները, որպեսզի Ադրբեջանին չնեղացնի, քանզի ինչպես Վենսեր նշել, թրիփի ֆինանսավորումը իրականացնել են տարածաշրջանային պետությունները, Միացյալ Նահանգներն այստեղ գումար չի ներդնելու։ Դրա համար հիմա Ալիևը կարող է եւ իրավունք ունի ըստ էության պահել իրեն այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Եվ հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ անընդհատ խաղաղություն մուրալ, քանզի ադրբեջանցիները խաղաղություն բառը հավասարեցնում են թուլության հետ։ Ադրբեջանը ամեն ինչ ստանում է բանակցությունների ընթացքում, Ադրբեջանը ստանում է հայկական կողմից հավաստիացումներ Արցախի թեման այլևս երբեք չբարձրացնելու հետ կապված, Արցախյան հարցը այլևս երբեք չբարձրացնելու հետ կապված։ Ըստ էության Ալիևը ստացավ նաև հիմնավորում եւ հավաստիացում, որ Արցախայությունը երբեք չի էլ վերադառնալու Արցախ, քանի որ այնտեղ անվտանգային խնդիրներ կան։ Ադրբեջանը բաց չի թողնելու, ինչպես Ալիևն է նշում, պատերազմի հանցագործներին Բաքվի բանտերից։ Այսինքն Ադրբեջանը ամեն ինչ ստանում է, Հայաստանը դրա դիմաց չի ստանում ոչինչ, եւ առհասարակ թրիփի հետ է կապված էլ հայտնի չէ, թե Հայաստանը վերջապես ինչ է ստանալու եւ որն է այստեղ հայկական շահը։ Այնպես որ Ադրբեջանի քաղաքականությունը շարունակում է մնալ աներկբա, իսկ Հայաստանը փորձում է ուղիներ փնտրել Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Իհարկե հնարավոր է կարգավորել այդ հարաբերությունները, բայց մի պայմանով, եթե երկուստեք համաձայնեն դրան, իսկ եթե Ադրբեջանը չի ցանկանում առհասարակ հարաբերություններ կարգավորել, այլ օգտագործում է այս ամենը իշահ իրեն ամեն ինչ ստանալու համար, բնականաբար այստեղ հարաբերությունների կարգավորում եւ խոսել դրա մասին ըստ էության տեղին էլ չէ։ Ինչքան էլ այսպես կոչված քաղաքահասարակության ներկայացուցիչներ վազվզեն սահմանից այս կողմ եւ այն կողմ, մի բան պարզ է, երկու հասարակությունների միջև բնականon հարաբերությունների հաստատումը կլինի մի պարագայում, եթե Ադրբեջանում հայատյացությունը եւ ֆաշիզմը հայ ժողովրդի նկատմամբ պետական եւ պաշտոնական մակարդակով վերանա։ Իսկ քանի դեռ դա հովանավորվում է պետական եւ պաշտոնական մակարդակներում, երկու հասարակությունների միջև խոսել հարաբերությունների կարգավորման մասին նվազագույնը տեղին չէ։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե որն է լինելու հայկական կողմի արձագանքը, քանզի մինչ այս պահ խաղաղության խաչմերուկի հետ կապված Ալիևի ասածը չի մեկնաբանվել Հայաստանի պատկան մարմինների կողմից եւ մենք պաշտոնապես չենք ստացել հայկական կողմի դիրքորոշում այս հարցում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, ՆԱՏՕ-ին է վերաբերվում։ Ինչպես եւ սպասվում էր, Գրենլանդիայի հետ կապված լուր հակամարտությունը Դանիայի եւ Միացյալ Նահանգների միջև շարունակվում է։ Երեք Դանիայի վարչապետը բավականին կտրուկ է արձագանքել եւ կտրուկ որակումներ է տվել Միացյալ Նահանգների ցանկություններին վերցնել Գրենլանդիան։ Դանիայի վարչապետը նշել է, որ Գրենլանդիայի ժողովուրդը հայտնել է իր կարծիքը, որ չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների կազմում եւ դրանով, ինչպես նա է նշել, հարցը կարելի է համարել փակված։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր քաղաքականությունը Դանիայի հետ կապված, հատկապես Գրենլանդիայում վերջին շրջանում իրականացվող իրադարձությունների ֆոնին, բայց մի բան էլ ակնհայտ է։ Միացյալ Նահանգները առաջ քաշեց Գրենլանդիայի թեման, փորձելով հասկանալ, թե ինչ քաղաքականություն են վարում եւ ինչպիսին են հարաբերությունները ՆԱՏՕ-ի
Եվրոպական միության անդամ պետությունների միջև եւ արդյոք նրանք պատրաստ են միջև վերջ կանգնել Դանիայի կողքին։ Սա մարկեր էր, որով Տրամպը փորձեց ստուգել միակուրությունը Եվրոպական միության անդամ պետությունների միջև, բայց պարզվեց, որ յուրաքանչյուր պետություն իր շահերն ունի եւ Դանիան ըստ էության այս պայն մնացել է մենակ։ Ոչ մի պետություն ռեալ օժանդակության մասին չի հայտարարել, անգամ Գերմանիան, որ առաջինը զինվոր ուղարկեց Գրենլանդիա, 15 զինվոր, բայց իհարկե սա լուրջ ուժ է, գերմանացիների կարծիքով 24 ժամ հետո այդ զինվորներին անմիջապես հետ կանչեց։ Դանիան մնացել է մենակ։ Դանիայի վարչապետի հայտարարություններին զուգահեռ վերջինս շարունակում է գումարներ տրամադրել Ուկրաինայի համար հոբ համակարգեր ձեռք բերելու համար։ Այն ժամանակ, երբ դանիական երկինքը եւ Գրենլանդիան ըստ էության դրա կարիքն ունեն։ Այնպես որ չնայած Դանիայի վարչապետի կոշտ հայտարարություններին, վստահ ենք, որ Գրենլանդիայի հարցում Միացյալ Նահանգները շարունակելու է վարել կոշտ քաղաքականությունը, վերցնելու Գրենլանդիան իր հսկողության տակ եւ միացնելու այն Միացյալ Նահանգներին։ Ուղղակի պարզ չէ թե որքան ժամանակ դա կտևի եւ պարզ չէ թե ինչու է Դանիան այս պարագայում համառում, եթե հայտնի է, որ խաղը, ինչպես ասում են, արդյունքը արդեն որոշված է եւ Միացյալ Նահանգների կազմ մտնելու որոշումը ըստ էության արդեն կայացված է։ Այնպես որ սպասենք, տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանում եւ կհաջողվի արդյոք Դանիային միայնակ դիմագրավել Միացյալ Նահանգների նկարտումներին եւ ի վերջո պահպանել սեփական տարածքային ամբողջականությունը եւ արժանապատվությունը։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրանն է։ Իրանի շուրջ անընդհատ իրադարձությունները զարգանում են եւ շատ արագ են զարգանում։ Պարսից ծոցը դարձել է մի վայր, որտեղ կենտրոնացված են Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի, ինչպես ասում են, էլիտար ստորաբաժանումները եւ կողմերը ըստ էության սպասում են ինչ որ մի կայծի, որպեսզի պատերազմը բռնկվի, բայց մյուս կողմից էլ շատ լավ հասկանում են, որ շատ թանկ կարող են վճարել եւ դրա փոխարեն կարելի է գնալ բանակցային գործընթաց սկսելու եւ ինչ որ բանակցությունների արդեն նշмарվում են հույսեր, որ հնարավոր է բանակցությունների միջոցով հնարավոր լինի առնվազն պատերազմը հետաձգել։ Մյուս կողմից Իրանի շուրջ գտնվող պետություններն են նաև իրենց դիրքորոշումները հայտնում այս ամենի հետ կապված։ Չնայած բարդ հարաբերություններին Իրանի հետ, Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ իրենք կանգնած են Իրանի ժողովրդի եւ իշխանությունների կողքին Միացյալ Նահանգների դեմ ռազմական գործողությունների դեպքում։ Աֆղանստանը եւս Իրանի հետ ունի բավականին բարդ հարաբերություններ, բայց շատ լավ հասկանում են թալիբները, որ Իրանից հետո հաջորդը իրենք կարող են լինել։ Հաշվի առնելով նաև Պակիստանի եւ Միացյալ Նահանգների միջև առկա բարդ հարաբերությունները հնդկա-պակիստանյան վերջին պատերազմի ժամանակ պրոհնդկական հստակ դիրքորոշման հետ կապված Միացյալ Նահանգների, պարզ է դառնում, որ այստեղ մենք կարող ենք գործ ունենալ նաև Աֆղանստան-Պակիստան հնարավոր դաշինքի հետ կրկին ընդդեմ Միացյալ Նահանգների տարածաշրջանում եւ Իրանի կողքին։ Ինչևէ, իրադարձությունները բավականին արագ են զարգանում եւ սպասենք տեսնենք, թե ի վերջո բանակցությունները ինչպիսի արդյունք կտան եւ հնարավոր կլինի արդյոք խուսափել տարածաշրջանային մեծ աղետից։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ եւ ցանկանում եմ հիշեցնել, որ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի գործունեությունը անխափան իրականացնելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։